Երեխաներն են ինձ կյանք տալիս, ինձ ուժ տալիս, մոռացության տալիս։ Եթե այս երեխաները չլինեն, երևի ես արդեն հողի տակ լինեի։ 78-ամյա օպերային երգիչ Կարեն Ղարիբյանն Արցախի կորստից հետո կոտրված սրտով կանգնեց այս դռների դիմաց։ Նոր Հաճնի արվեստի դպրոցն է, վարպետը լավ գիտեր, միայն երեխաները կարող են որոշ չափով մեղմել իր ցավը։ Պատրաստ։ Ցավն էս բանը ամեն մարդ իր ցավը իր հոգու խորքում ունի։ Ես չեմ կարող ձեզ իմ ցավս բացատրել, բոլորն էլ գիտեն թե դա ինչ է նշանակում։ Հիմա այսօր ստեղ եմ եւ փորձում եմ ճիշտ նույն ոճով երեխաներ կրթել, ստեղ փորձել իրանց շնորհիվ գոյատևել։ Շուշիի ազատագրումից հետո 1992 թվականին Կարեն Ղարիբյանը ԱՄՆ-ից տեղափոխվել է Արցախ եւ հիմնել Դանիել Ղազարյանի անվան երաժշտական հանրակրթական բարեգործական դպրոցը։ 2020-ը բեկումնային էր երաժշտի համար, տարիներով ստեղծածը փայփայած երազանքը մի օրում իջիկ դարձավ, խավարեց հույսի վերջին շողը։ 92 թվականից դպրոցը հիմնել եմ 1992-ից մինչև 2020 թիվը հույսերով, որ պետք է վայելեմ արդեն մի կողմ նստեմ եւ վայելեմ դպրոցը, վայելքս դարձավ սև գույնի եւ տրվեց թուրքին։ Արցախցի երաժիշտը հիմա զբաղեցնում է Նոր Հաճնի արվեստի դպրոցի փոխտնօրենի պաշտոնը։ Այստեղ մեկ տարի առաջ հիմնել է մանկական օպերային ստուդիա։ Սարսափելի իրադարձություններից հետո Արցախյան մեր դպրոց եկավ Կարեն Ղարիբյանը։ Մեզ մոտ գալուց նա առաջարկեց, որպեսզի մենք հիմնենք, բացենք օպերային մանկական ստուդիա, որը նորույթ էր մեր դպրոցի համար։ Ունենք տարբեր բաժիններ երաժշտական, բայց օպերային ստուդիա չէինք ունեցել մանկական։ Այդպես եւ անցյալ տարի մենք արդեն ունեցանք պրեմիերա, ներկայացրեցինք Դանիել Ղազարյանի Գայլը օպերան, ըստ Հովհաննես Թումանյանի պատմվածքի հիման վրա, որը շատ փայլուն անցավ, երեխաները հոյակապ ելույթ ունեցան։ Հասցրել են նույնիսկ տարբեր բեմերում ելույթ ունենալ։ Փորձում ենք մի քանի տեղ ցուցադրել այդ ներկայացումը, որը լիարժեք մանկական օպերա է, շատ գեղեցիկ, հետաքրքիր պարերով, երգերով, ամեն ինչով։ Հիմա իրանք պատրաստ են դրան, գնա վերջինը մենք տեխնիկային թատրոնի դահլիճում եղավ, պարոն Բաբայանը մեզ այդ հնարավորությունը տվեց, տնօրենը։ Հաջորդը մերը կլինի Գորիսում եւ հուսամ նաեւ Գյումրիում։ Կարեն Ղարիբյանը ցավով է հիշում, թե ինչպես թշնամուն մնաց նաև իր տասնյակից ավելի կտավները։ Հիմա ուժ է գտել ու կրկին ստեղծագործում է։ Ինչպես որ տեսնում եք այս պատճենները պատերին կախված, որոնք որ ես ունեմ, դժբախտաբար, բայց նաև բարեբախտաբար մնացին, որովհետև այս բոլոր նկարները մնաց Շուշի, որտեղ ես միշտ ամեն տարի 2 տարին մեկ ցուցահանդեսներ էի կազմակերպում Ամերիկա, որի հասույթը դպրոցին էր տրվում։ ԱՄՆ, Արցախ, Հայաստան մեր ժամանակների վերջին մոհիկանն ապրում է մի կարևորագույն խնդիր լուծելու համար։ Դա սերունդներ կրթելն է։ Իմ մեջ բացահայտեց այս տվյալները պարոն Կարենը, երբ ես իմացա, որ մեր երաժշտական դպրոցում բացվել է օպերայի խմբակ, ես շատ ուզեցա մասնակցեմ այդ խմբակին, պարոն Կարենին խնդրեցի, այդ առաջարկեցի եւ պարոն Կարենը մեծ սիրով ինձ ընդունեց, ինձ շատ են դուր գալի մեր փորձերը ու ես հաստատ գիտեմ, որ մենք ավելի մեծ բեմեր կտեսնենք, կճանապարհորդենք եւ մենք ամբողջ աշխարհում հայտնի կլինենք, ինչպես մանկական օպերա։ Չնայած պատկառելի տարիքին, պարոն Ղարիբյանը չի տրտնջում, ասում է գլխավորը հոգու դատարկ անկյունները սիրով սնուցելն է։ Բեմից փոխանցվող էներգիան իրեն կտրում է այս աշխարհից, մոռացության տալիս բոլոր հոգսերը։ Օպերային ստուդիոյի հիմնումը Նոր Հաճնի արվեստի դպրոցի 60 տարվա պատմության մեջ բացառիկ երևույթ է։ Կրթել սերունդներ, սա է արցախցի մեր հերոսի կյանքի գլխավոր առաքելությունը։
Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։